Привет, Элен. Բարև, Գրիշ։ Ո՞նց ես։ Լավ։ Երևի հիմա կհարցնես ինչ երեսով եմ եկել մոտդ, չէ։ Դե դու ինձնից շուտ ասեցիր։ Ինձ կներես։ Անցած անգամ շատ վատ խոսացի հետդ։ Կներես էլի։ Լավ է, որ խոստովանում ես։ Կարաս նստես։ Դու միակ մարդն ես, ով ինձ հասկանում է իրականում։ Դաժե քուվս ինձ չի հասկացել։ Դե սովորել ես։ Կա Հելեն, ով միշտ ընկալում է քո աննորմալությունները։ Հելենն ես վատ եմ չես պատկերացնի։ Լուրջ են հենց անել իրավիճակում եմ, ոչ մեկ ինձ չի հասկանում։ Իսկ դու քեզ հասկանում ես։ Տենց մի նայի։ Դու քեզ հասկանում ես։ Գիտես ինչ ես ուզում ես կյանքից, քեզնից։ Մանանն է երես թեքեց ինձնից։ Հա իմացա։ Իրականում համ զարմացա, համ չէ։ Որովհետև քո դեպքում նորմալ չէր լինի ապրել նորմալ ամուսնական կյանքով։ Հա, բայց սիրում եմ մանանին, ինչ ես տենց ասում։ Ոչինչ, որ սիրելու դեպքում հեշտ ու հանգիստ բաց չեն թողնում։ Դրա լեզուն շատ երկար է, լրիվ համետ է հանել։ Դու էլ մի բարի պտուղ չես։ Օրինակ ինչ ես անում հիմա ստեղ։ Գնա, եթե սիրում ես, գնա պայքարի, ձեռքից բռնի տար քո տուն։ Վախ, ջիգյարս հովացավ։ Հոգիս կերար Օլգա ջան։ Այդքան հարց կրներ, որ տակից, վրից տվիր դրիր ու առար։ Ես էլ էքսպրոմ խաղացի ու խաղացի։ Ճիշտ է, սիրտդ կահ գնացիր, բայց պիտի որ հավատաս, ինձ տենց հաթավում։ Պիտի հավատաս ու պիտի լռես, թե չէ քեզ համար շատ վատ կլինի։ Ես ստիպված կլինեմ այդ ժամանակ կտրուկ քայլերի գնել։ Չէ, լավ էլ խելոք կենթարկվես ինձ։ Այսօր հրաժարվեցիր միասին կոֆե խմելու առաջարկիցս, բայց զգում եմ, որ մենք իրար հետ դեռ կոֆե ենք խմելու, հացել ենք ուտելու։ Մամ ջան, Աջան, ինչ է եղել։ ոչ մի բան բալես, ուղղակի էլի հուշերի գիրկն է ընկել։ Մամ ջան, Ես քեզ շատ եմ սիրում տղես։ ես էլ քեզ եմ շատ սիրում, բայց հենց աչքերիդ արցունք եմ տեսնում, սկսում եմ ներվայնանալ։ Ոչինչ, մեկ կարելի է, չէ։
Տիկինինա, շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք ինձ լսել։ Լեանա քեզ ուղարկել։ Չէ, Լեան ընդհանրապես չգիտի, որ եկել եմ ձեր մոտ։ Շատ անհանգիստ է երևում։ Բան է եղել։ Իրականում անհանգստանալու պատճառ կա։ Լեան շատ վատ հոգեվիճակում է։ Գիտեմ։ Ես իր մոտ էի գնացել։ Լեան էր ինձ կանչել, ասաց, եթե չկանչեի կխելագարվեի։ Տիկինինա, լուրջ եմ ասում, ես երբեք Լեային այտենց վատ վիճակում չէի տեսել։ Այնքան ընկճված ու կոտրված էր։ Ինչ էր խոսում, ինչ էր ասում, պատմի։ Դե ցավն է նա, որ ընդհանրապես չէր խոսում։ Ու ոչ միայն չէր խոսում, այլ չէր ուզում ինձ լսել։ Ընդհանրապես երկխոսության մեջ չէր մտնում։ Ես մտածում էի, որ կխոսեմ, իր ցավը կթեթևացնեմ, բայց չստացվեց։ Ապրես որ Լեայիս կողքին ես։ Տիկինինա, ես չեմ կարողանում Լեային օգնեմ, որովհետև չգիտեմ ինչ է եղել։ Կարծում եմ դուք գիտեք պատճառը, թե ինչի ա Լեոից բաժանվել։ Խնդրում եմ, օգնեք իրան, թե չէ հետո ուշ կլինի։ Շատ ուշ կլինի։ Լեան ժամ առ ժամ, վայրկյան առ վայրկյան իրան սպանում է։ Ինքը չի կարող առանց Լեոյի ապրի։ Ես շատ եմ վախենում ընկերուհուս համար։ Միլիոն անգամ մտածել եմ ստեղ գալու մասին։ 1000 անգամ հետևել եմ թշվառ աղբորոտեժան ներկայացումներին։ Բայց ոչ մի անգամ ոտք չեմ դրել ստեղ։ Հիմա եկել եմ, բայց էլի չեմ կարող ասել, թե ինչի համար եմ եկել։ Երևի պիտի վերջապես խոստովանեմ, որ քեզ սպանելը սխալ էր։ Չէ, նրա համար չէ, որ զղջում եմ։ Այլ որ դու հաղթող չէիր գնա։ Ճիշտ կլիներ, որ ապրեիր, որ ես կարողանայի հավասարի հետ կռիվ տալ, թե չէ ամեն բառդ, ամեն հայացքդ կոկորդից կախված ամինչ օրս։ Ու վատն է, որ ես չեմ հանգստանում, քո պարտքերն երեխեքդ են ստիպված լինելու փակել։ Կարող է պատուան տիչացնես։ Բարեհաճի է տարքայական բարձունքից ուտելի չի։ Ինչ գործ ունես մեր տան մոտակայքում։ Դու ասա տնամ ես որտեղից ես գալի։ Թե ես որտեղից եմ գալիս, այդ մենակ իմ գործն է։ Ու թե դու ինչ գործ ունես մեր տան տարածքում, էդ էլ է իմ գործը։ Ինչ գործ պետք է ունենամ, եկել եմ տենամ կնիկս ոնց է, ինչով է զբաղված։ Յա, կին ունես մեր կողմերում։ Օրլավ քնք տենց ներվել ես ինձնից։ Ձեռքերդ քաշի ու գնաս տեղից։ Չեմ կարող կյանք։ Չեմ կարող ու չեմ ուզում քեզնից հեռու մնամ, չես հասկանում, չի ստացվում էլի։ Այդ աշխույժ ընկերուհուդ որտեղ ես կորցրել է, որ եկել ես հետևիցս։ Կյանքս վերջին անգամ եմ քեզ ասում, այնի իմ համար ոչ մեկ է, յա եղած, յա չեղած։ Այդ ապերը անցանք առաջ, դու ես իմ սիրտը մտել, դու ես միակ մարդը, այսքան տարիների մեջ, որ իմ սիրտն ասես մտել։ Մենակ լեզուտ է շատ երկար, այդ է համահանում։ Գնաս տեղից, թե չէ աղբերներից կասեմ կգան գլուխդ կջարդեն։ Ախարա։ Օր մի ասա, էլի աղբերներից սիրտս գցում անայ։ Ուզում ես նեղություն մի քաշի իրար հետ ենք աղբերներից տենանք։ Այդ էր մնում քո երեսից աղբերներից պատմության մեջ գցեմ։ Ինչու եք ինձ ստեղ կանչել, նույն չեք ուզում։ Որովհետև Լեան դժբախտ է։ Ձեր ընտանիքի անդամներին հավաքեք իրար գլուխ ու իրանց ներկայացրեք Լեայի դժբախտ լինելու մասին։ Ինձնից ինչ եք ուզում, ես ինչ անեմ։ Կամ ինչի է դժբախտ, ինքն է այս ճանապարհը ընտրել։ Հավատա Լեայի վիճակը այնքան վատ է, որ ես եկել եմ այստեղ ու քո հետ նրա մասին խոսում եմ։ Ախր շատ սխալ մարդ է ընտրել Լեայի վիճակի մասին խոսալու համար։ Միայն չասես, որ հավատացել ես, իբր քեզ չի սիրում։
Ինքը ինձ եկավ ու այդ դրա մասին հայտնեց։ Տենց էր պետք։ Լավ, ես ինչ խաղ եք սկսել։ Հիմա Անտանյոք հանդերձ ինչ եք որոշել։ Որոշել են ձեզ էլ ներքաշեն այս խաղի մեջ։ Ամենայն անկեղծությամբ սա խաղ չի։ Ես միայն կարող եմ ասել, որ Լեան քեզ սիրում է։ Ու Լեան տառապում է, ու ես չեմ կարող տեսնել ոնց է երեխես աչքիս առաջ մարում։ Լավ, ինձնից ինչ եք ուզում։ Ինքն է այդ որոշման է եկել։ Ես չեմ կարող փակագծերը բացել։ Միայն քեզ խնդրում եմ Լեային չթողնել։ Բա ինչ անեմ, վազեմ հետևից։ Վերցրու Լեային ու գնացեք երկրից։ Մինա ինձ տենց, ես չեմ գժվել։ Հա, ինձ համար երեխուս երջանկությունը ավելի կարևոր է, թեկուզ ինձնից հեռու։ Բա ինչի ինձնից բաժանվեց։ Խնդրում եմ հարցեր չտաս։ Պատասխանը չգիտեք, թե չեք ուզում ասեք։ Գիտեմ, որովհետև Հունանը վախեցնում ու ահաբեկում էր, իսկ Լեան ուզեց հեռու լինի, որ դու ապրես։ Լուրջ տենց անճար մարդու տպավորություն եմ թողնում, որ Լեան պետք է իմ մասին մտածի։ Ախր ես իրեն այդքան հարցրեցի, կարող է պապատա քեզ նեղացրել, ճնշել կամ վախացրել, բայց ինքը դրա մասին բառ չխոսաց։ Ինքը բառ չի էլ ասի։ Ես քեզ խնդրում եմ։ Այս հանդիպման մասին ոչ ոք չգիտի։ Նույնիսկ Լեան։ Վերցրու Լեային ու գնացեք երկրից։ Ես բոլոր ծախսերը կհոգամ։ Մենակ թե երեխես փրկվի։ Այս մասին ոչ ոք չպիտի իմանա։ Ասա, որ համաձայն ես։ Ասա, որ կպայքարես ձեր սիրո համար։ Կխոսես։ Ինչ ասեմ։ Ինձ հազիվ եմ զսպում, որ հիմա ստեղ չգորգռամ։ Ինձնից ինչ եք ակնկալում։ Պատասխան։ Ինչ պատասխան։ Լեան բոլոր հարցերի պատասխանները տվել է։ Այնքան չի սիրում ինձ, որ իմ իրականության մեջ ապրի։ Հիմա ինչ եք դուք զորով իրան բերում գցում իմ իրականության մեջ։ Նորից եմ ասում, միամիտ մի ձևացիր իբր հավատացել ես ասածներին։ Բավար այդքան վստահ եք, որ ես միամիտ չեմ։ Ինչից եք եզրակացնում, որ պետքա ձեր ասածներին հավատամ։ Որովհետև այս պատմության մեջ դու մենակ չես, աղջիկս հետը տա։ Հա դե իհարկե։ Ձեր աղջիկա երջանկության մասին եք մտածում։ Ձեր աղջիկը դժբախտ է, ձեր աղջիկը վատ է, ձեր աղջիկը։ Բայց հենց հերթը ինձ է հասնում։ Ես համ իմ մասին պետք է մտածեմ, համ էլ իրա, չէ՞։ Մի հատ էս մանկապարտեզի վերջ տուր, հա, ինձ համար կարևորը իմ աղջիկն է։ Ու նենց էլ չի, որ ձեր աղջիկա համար մենակ ինքը չի կարևոր։ Այս քանի օր ինձ մատերի վրա է խաղացնում։ Կանչում է հանդիպման չի գալիս։ Գրկում է, դիմացս կանգնում լացում է, հետո էլ ասում է այնքան չեմ սիրում, որ քո համար զողողությունների գնամ։ Լավ լուրջ բոլորով հավաքվել եք, ուզում եք ինձնից գիժ սարքեք։ Սիրում է քեզ տղա, բայց վախենում է քո համար։ Այստեղ կանգնած ասում եմ, սիրում է։ Բան հարցնում էլի։ Կներեք իհարկե։ Ձեր մակունցների տանը այս սիստեմա, հա, ում սիրում եք, պետք է այնքան տանջեք մինչև մեռնի։ Հիմա հարցից պատասխանի, համաձայն ես թե չէ։ Շատ ափսոս, որ այդ մարդը չեմ։ Ես էլ ասեի, այնքան չեմ սիրում, որ զողողությունների գնամ։ Եթե մտքովդ անցել է, գուցե այդ մարդն ես։ Չէ։ Ուղղակի այդ իր ասածները մինչև հիմա ականջներիս մեջ է։ Ձայնը դուրս չի գալիս։ Ու այդ իր ասածը ինձ նենց է ցավացրել, որ չեմ ուզում նույնիսկ դեմքին նայեմ։ Երրորդ ու վերջին անգամ եմ ասում։ Ասելա, որովհետև վախեցելա հենց քո համար։ Ասելա, որ քեզ փրկի, իրեն տանջելով ու տրորելով։ Դուք էլ եկել եք, որ հակառակն անեք։ Չէ, եկել եմ, որ երկուսիդ էլ փրկեմ։ Ես իմ առաջարկն արեցի ու սպասելու եմ պատասխանիդ։ Լեայի մասով վստահ եմ, որ քեզ սիրում է։ Ու եթե այս առաջարկը իրեն անեի, հաստատ ասելու էր հա։ Շատ ուրախ եմ, որ իր նման չմտածված քայլեր չեմ անում։ Հաջողություն ձեզ։ Սպասելու եմ պատասխանիդ։ Դավ լուրջ եմ ասում, Լեային տեսնես չես ճանաչի։ Ես մի քանի օրվա մեջ քեզ մարդ ա դարձել։ Իսկ ոչինչ, որ ես չեմ ուզում ընդհանրապես Լեային տնեմ։
Լավ էլի։ Ինչ է լավ էլի, նար։ Դու գիտես, որ ով որ իմ աղբորը վատ է վարվում, ինձ ճշտամին է դառնում։ Հա, բայց մենք բոլորս էլ գիտենք, չէ, որ Լեան Լեոին շատ է սիրում։ Հա, տեսանք, ինչքան շատ է սիրում։ Գիտես, չէ, Ինային գնացի տեսա ու խոսեցի Լեայի վիճակի մասին, որովհետև արդեն շատ եմ վախենում։ Ասեցի գոնե ինքը կօգնի։ Նար, իսկ էլի ընդհանրապես այս թեմայից դուրս գաս։ Հա, բայց ինչ վատ բան եմ անում։ Վատ բան չես անում, ուղղակի շատ ես խառնվում ես ամեն ինչի մեջ։ Մեկ գնում ես Ինայից տուն, մեկ գնում ես Հունանի հետ ես խոսում, մեկ Հելենես տուն ես գնում։ Ուղղակի դուրս արի այս թեմայից։ Մեծ մարդ են, թող իրանք որոշեն ինչ են անում։ Հա, բայց մեղքս գալիս են, դավ։ Նարե, խնդրում եմ, դուրս արի այս թեմայից։ Հետո մի բան կլինի, մակունցները կասեն Նարեն էր մեղավոր։ Լսի, ես դրա համար էլ առաջինը Ինայի հետ հանդիպեցի ու Լեայի վիճակի մասին խոսեցի, որ խնդիր չլինի։ Վերջ, Նարե, փակեցինք այս թեման, մի խառնվի։ Լսի, մենք մեր գործի մասին չէ պետքա խոսենք, չգիտեմ ուր հասանք։ Հա, ճիշտ ես։ Իրականում իմ սիրտը մի քիչ կախ է այդ փող վերցնելու թեմայով, Նար, չեմ ուզում, չգիտեմ։ Դավ, բայց պետքա չէ հաջողության հասնելու համար ռիսկի գնալ։ Հա, Նար, պետքա, բայց դե ռիսկն էլ չէ պետքա մտածված լինի, հատկապես բիզնեսի հարցում։ Ես դրա համար այսօր որոշեցի, որ վերջնական խոսենք ու հասկանանք։ Դավ, ես շատ եմ ուզում, որ մենք մեր բիզնեսը ունենանք։ Այդ մեր ապագայի գրավականն է։ Նար, լավ, սպասի, մի քիչ մտածենք, հետո կհասկանանք ինչ ենք անում։ Դավ, որ սպասենք, հետո էլ չենք անելու, խոսքս հիշի։ Ու մենակ մունած մի արին վրա, հա։ Հա, Հունան։ Ուր ես։ Ինչի։ Տուն էի գնում, ասացի զանգեմ տեսնեմ ուր ես, միասին գնանք։ Այգում էի։ Գլուխս ցավում էր, որոշեցի մի քիչ քայլեմ ցրվեմ։ Դե այդ այգու տեղը ասա գալիս եմ։ Աղջիկ ջան, ինչ ես անում, ափսեները կոտրեցիր։ Պապի ներվայնացած եմ, մի խանգարի էլի։ Ներվայնացած ես մի անգամից կոտրի, ինչի էր չաչարվում լվանում։ Ախր գիտես, որ կանեմ, ինչի ես տենց մտքեր տալիս։ Վայ, ինչ ա եղել։ Պապի ջան, ոնց ես։ Դու էստեղ ինչ ես անում։ Ինչ պետք է անեմ, եկել եմ կնգաս տենամ։ Ձեռի հետ ասի մի հատ կոֆե կխմենք, էլի, չէ։ Սրճարան չի, մարշդ նվագի։ Բայց աղբերերը տուր են, տունը չեն։ Տղա դու լավ չես լսում ինչ եմ ասում։ Գրիշ դուրս արի տնից։ Դու ինձ բան էիր ասեմ, մանան աղբերները տուր են։ Վերջին անգամ եմ ասում, գնա այստեղից։ Պապի ջան, ուրեմն որ տենց խիստ ձևով թորանը դաստիարակածելների ժամանակին, հիմա այսօրի չէին կլնի։ Դու էր մնացել ինձ սովորեցնես ոնց դաստիարակեմ թորներից։ Գոնե դաստիարակել բառը գրել գիտես։ Կարող եմ թե պետական քննություն տանք հետա չփվելուց, պապի։ Վատ չեր լինի։ Անցի առաջ տոմս քաշի։ Լսի մանան, զգալես նրա համար էր, որ հանկարծ չմտածես աղբերներից հետ վախում եմ, հասկացար։ Պապի ջան, դու ես ինձ դռների արանքը քիչ կայնի, իսկ վազնակա կհիվանդանաս։ Յատու։ Շանթուլա, ոտերից տակարն եմ տի ասեմ եսպես չի պես, հա։ Ես ինչեր էր խոսում։ Չգիտեմ։ Ինչի ասեց գալս նրա համար էր, որ չմտածես, թե վախեցա։ Ոյ, պապի լավ էլի։ Ես ծերեն։ Ինչ-որ բան ա եղել։ Չէ, ինչ պիտի լինի։ Դե նստել ես բառ չես խոսում։ Ինչ խոսեմ։
Ո՞ք կանգնեմ մի հատ գլխացավի դեղ առնեմ։ Չէ, տանը կա, կհասնենք կխմենք։ Դու գործը չէիր։ Ունան լավ էլի քշի արեք հասնենք տուն։ Պապ ջան, ինչ կա, ոնց ես։ Ոչ մի բան։ Չկայնացած ես, թե ինձ հոտվում։ Թատրոնում մի քիչ չղայնացա։ Տնաշեններին ծեբի են ներկայացում խաղում, հագուստների հերն անիծել։ Հասկացա։ Նա մտ լվացվեմ գամ։ Պապի, ինչ կա, ոնց ես։ Ոչ մի բան։ Այս չղայնացած ես, թե ինձ աթվում։ Իրար հետ պայմանավորվում եք, որ նույն հարցը տաք։ Բայց ինչ ասեցի, պապի։ Աղբորը վերցրու անցեք հաց ուտելու։ Ապրես ծալտան։ Ձերքդ փող մնաց։ Հա, պապ ջան։ Լավ, արի վերև մի երկու բան կա խոսալու։ Աչքիս էլի մի բան ա եղել։ Մի բան չէ։ Աչքիս էլի մակունցի ա տեսել։ Ես մակունցոտ էր դեմքը։ Գնա տես ինչ ասում։ Ինչ ա եղել։ Հենինային եմ տեսել այսօր։ Իմ մարև թե չգիտեի, որ դրանց հետ կապ ունի։ Ինչ էր ասում։ Ասում է լայն վերցրու գնացեք երկրից, ինչով պետքա կապահովեմ։ Հա։ Բա, իմ մոտ էլ էր հենց այդ նույն դեմքը։ Ես լրիվ գժի տեղ են դրել արա։ Բա դու ինչ ասիր։ Ինչ պիտի ասեի դավ։ Պիտի ասիր, կպեք ձեր գործերին։ Դուք էլ ձեր աղջիկն են, այ քեզ բան։ Հա լավ, բայց ինչի է ինան իրա ոտով եկել հասել իմ մոտ, մի հատ էլ ասում է լայն վերցրու գնա։ Արա ինչ պետք է լինի, ուզում են գլխից սարքած լինեն, այդքան բան։ Չես հասկանում։ Ախպեր իմաստը, հիմա էլ հո Լեայից հեռու եմ մնում։ Դե Լեան հեռու չի մնում քեզանից, դրա համար ուզում են վերջնական անեն այդ ամեն ինչը։ Ինձ թվում է ստեղ ուրիշ թեմա կա դավ։ Ախպեր, ինչ ուրիշ թեմա։ Լավ ասենք թե եթե կա այդ թեման, դու դրանից պետքա հեռու մնաս։ Որովհետև իրանք ուզում են գլխից սարքած լինեն, Լեո։ Չպետք է մտնես այս թեմաների մեջ, ախպերս։ Ես վաղուց եմ հասկացել մակունցների հետ, ոչ մի գործ պետքա չունենալ, սրանք գլխից հիվանդ են։ Դավ, տենց չի լինի։ Գնացի էլ այդքան, հարցրի, ասեցի ինչ ա եղել, վախացրել է հերդ, քեզ ասում է չէ, պապան կապ չունի։ Ուղղակի քեզ էլ չեմ սիրում, բայց ախր երևում է աչքերից, որ սուտ ա խոսում։ Ինայի գալն էլ դրա ապացույցն էր։ Լավ, ասենք հիմար էիր, դու էլ համաձայնվեցիր գնացիր։ Ոնց ես ապրելու։ Ինչ ես անելու։ Փախած ես մնալու։ Կամ այդ հունանը տես թողելու է հանգիստ ապրեք։ Չլնեմ չիմանամ այդ ինայի հետ ինչ որ գործերի մեջ մտնես։ Թող աղջկան ուր ուզում ա ուղարկի, ինչ ուզում ա անի։ Լսեցի՞ր, Լեո։ Պարզից պարզ աղբերս ուզում ա ամեն ինչ արած լինի, որ դու ինչ որ քայլ անես, հետո էլ ֆրան ասեն, տեսար Լեա ջան, հեսա սրա համար էր այսքան պայքարում։ Աղբերս, էլի եմ ասում, իրանց հետ ոչ մի գործ, դրանք հոգեկան հիվանդներ են, հասկացար։ Հա, հասկացա։ Հերվերս կերանարա։ Լեային վերցրու, երկրից գնացեք, մենք ձեզ ամեն ինչով կապահովենք։ Այ քեզի բան, ապահովեք ձեզ տարեք ստեղից, որ մենք կարողանանք հանգիստ ապրենք։
Ինձ թվում է, քո հետ ինչ-որ բան է կատարվում։ Բայց չեմ հասկանում ինչ։ Ինչ պիտի կատարվի։ Օրերով չեմ քնում, ինչ էիք ուզում։ Հա, որ։ Հաստատ է դա պատճառը։ Լավ էլի հունա։ Գրիշի ու Լեայի վիճակը տեսել ես։ Ես որ մինչև հիմա չեմ մեռել, արդեն լավ է։ Եկել եմ շորերս տանեմ։ Հունան, թող ես կխոսեմ հետո։ Ինչ, հա։ Թող պետք չի խոսես, ես կգնամ կխոսեմ։ Ես խոսելու բոլոր ձևերը գիտեմ։ Լավ էլի հունան, գնալու ես էլի կռիվ եք անելու։ Ինա, ես անցած անգամ էլ իր հետ խոսել եմ ու կռիվ չեմ արել։ Այս անգամ էլ չեմ պատրաստվում։ Խնդրում եմ ինձ լսես, կլինի։ Ես դու զգում ես, որ ընդհանրապես դեմքիդ գոյն չկա։ Կարող աղջիկը ինչ-որ բան որոշել, որի մասին դու ինձ ուղղակի չես ուզում ասես։ Չէ, երդվում եմ ոչ մի բան չկա, ուղղակի թող հետը խոսեմ։ Ինչ ա եղել։ Շորերս եմ հավաքում։ Ինչի համար։ Ձեռս առնում։ Լեոյի հետ խոսել ես։ Չեմ հասկանում ինչ ա կատարվում։ Եկել եմ շորերս հավաքեմ, ինչ որ տարօրինակ հարցեր ես տալիս։ Դե ուղղակի չեմ ուզում հայրդ կռիվ անի։ Քեզ լուրջ թվում է ես իր հետ կռվելու կամ առհասարակ ինչ որ բան խոսելու ցանկություն ունեմ։ Հենց դրա համար եմ ասում, եթե Լեոյի հետ հանդիպել ես հայրդ ինչ որտեղից կիմանա կգա հետդ կռիվ կանի։ Չէ մի անհանգստացի։ Դուք նենց մեր հարաբերությունները չեք քանդել, որ վերականգնել լինի։ Ինձ գիտես ամենաշատը ինչն է հունից անում, որ հերիք չի ինքը Լեոյի հորը սպանել է, ինձ տրորեր անցել է, այսքան բանը սարքել է գլխիս։ Հələ մի բանը ես պետք է անհանգստանամ, որ ինքը կարող է սկանդալ սարքի։ Ձերս առնում, մամ։ Դու քեզ վատ չես զգում այդ հարցը ինձ տալուց։ Յե, քույր ջանես ոնց է եկել ես։ Դուրս արի ստեղից։ Նույնն էլ քեզ ա վերաբերվում, մամա։ Ես ոչ ոքիդ հետ չեմ ցանկանում խոսել, չեք հասկանում։ Կարող է ներքևից մեր դանակ բերեմ մարդամ երկու հատ խփես։ Չէ։ Այդ ձեր սիրելի գործն է։ Ես տենց բաների հետ սեր չունեմ։ Արա թե ասա հանգիստ գնում էի սենյակս խի դուրը բացեցի։ Ես էլ եմ այդ ասում։ Լսի այն օրվա խոսացածները թե լմտքիս մեջ անես, որ խելոք ես բայի։ Գրիշո հենց հիմա գնա քո սենյակ։ Մամշան գնացել եմ հետը կիսվում եմ, ասում եմ Մանոնից եմ բաժանվել, փոխանակում այդ մխի թարի աղբորը, ասում է լավ է, փրկվավ։ Դու էլ գնա, մամա։ Մամ, ես ինչ գործ ես։ Թխվածք եմ ուզում սարքեմ, բալես։ Դե ես դուրս գամ, գնամ Լեոյին տեսնեմ, հասկանամ ինչ վիճակ է մոտը ու շոտ կգամ։ Վովա։ Հա, մամ։ Բալես, մտածում եմ կարող է զանգես Լեոյին հրավիրես մեր տուն։ Հրավիրեմ մեր տուն։ Հա, բալես, թող կան կնստենք, կզրուցենք, միշտ դու ես գնացել իրանց տուն, մենք ենք գնացել իրանց տուն, բայց իրանք չեն եկել։ Համել այս վերջին իրադարձություններից հետո ես մի քիչ սխալ ինձ պահեցի։ Մամ, դու մեկ-մեկ նենց կտրուկ շրջադարձային որոշումներ ես կայացնում։
Ուղղակի ճիշտ հասկացի, ես չեմ ուզում, որ այդ մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, թե մենք անհյուրընկալ մարդիկ ենք։ Թող գան, կնստենք, կշփվենք, համեն տուն ամեն ինչ կա։ Լավ բան ես ասում։ Հեսա զանգեմ Լեոին տեսնեմ ինչ է ասում ու գամ։ Երևի ճիշտ եմ անում, չգիտեմ։ Պիտի հասկանամ ինչ է եղել իրականում։ Էլեն, եթե լեդիզոնի մարզումները չլինեին, ես լուրջ դեպրեսիայի մեջ էի ընկնելու։ Լսի, հա, ինձ էլ է շատ օգնում։ Համ Լեային եմ հանդիպել, համ էլ տիկին Ինային։ Էլ ինչ-որ բան է եղել։ Հելեն Լեայի վիճակը գնալով վատանում է, ու եթե ես տիկին Ինայի հետ չխոսեի, ինձ չէի ներելու։ Ինչ ասեցիր։ Դե ասեցի, որ շատ վատ է Լեայի վիճակը ու իրան օգնել է պետք։ Բայց այդ ինչ-որ բան կփոխի։ Չգիտեմ, բայց պիտի ասեի։ Այնքան վատ եմ ինձ զգում, որ ոչ մի բանով չեն կարողանում օգնել Լեային։ Ախր տնեցիները պիտի օգնեն։ Մնում է շուտ հասկանամ։ Տանը ինչ-որ տարօրինակ շարժ կա։ Տղետ գժված գալիս է։ Աղջիկը հեսա գժված կգնա։ Չնայած հետանաց չես խոսել, որ մնա։ Քո մասին էլ չասեմ։ Չեմ հասկանում հետդ ինչ է կատարվում։ Ոնց էլ խոսեի չէր մնալու։ Հիմա լավ կլինի, որ չմնա։ Դե, ինչների սա պետք որ։ Անպայման ուզում ես կռիվ սարքած լինես, չգիտես ոնց։ Չգիտեմ։ Այդ մի բանը ես շատ լավ գիտեմ։ Այդ գոնե ինքներդ զգացել եք։ Թող գնա մենակ մնա, ծանոթ հետևանի, հասկանա ինչ կատարվեց։ Մի ճնշի, առանց էլ հետը խոսել չի լինի։ Երրորդ ու վերջին անգամ եմ ասում։ Ասելա, որովհետև վախեցել է հենց քո համար։ Ասելա, որ քեզ փրկի, իրեն տանջելով ու տրորելով։ Դուք էլ եկել եք, որ հակառակն անեք։ Չէ, եկել եմ, որ երկուսիդ էլ փրկեմ։ Ես իմ առաջարկն արեցի ու սպասելու եմ պատասխանիդ։ Լեայի մասով վստահ եմ, որ քեզ սիրում է։ Ու եթե այս առաջարկը իրեն անեի, հաստատ ասելու էր հա։ Ինչ է կատարվում։ Ալո։ Սպասում եմ պատասխանիդ։ Որոշում կզանգեմ։ Նայի հետո ուշ չլինի, այս ամենահարմար պահն է։ Բայց ես չեմ հասկանում ինչա կատարվում է։ Կարևորը սա քո ու Լեայի համար լավագույնն է։ Սպասում եմ։